մենք այդ 6 հոգու ստորագրություն ունենք, բայց սեյֆում դրած քաղաքական փոխհրաձգություն կար նաև։ Իմացել է, որ իր անվան տակ ինչ-որ ցուցմունքներ են տարբեր թեմաներով գրված։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերը ընդունելու համար։ Վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ արշավ է սկսել պետական մակարդակով հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ թիրախավորված են ինչպես եկեղեցին, այնպես էլ բարձրաստիճան հոգեվորականները։ Խնդրեմ ձեր գնահատականը ներկայացնեք եւ ինչ կանխատեսումներ ունեք, ինչով է ի վերջո այս արշավը ավարտվելու։ Նախ սրա հիմքում առաջին հերթին վրեժ խնդրությունն է, այն առումով, որ Մայրաթորը 20 թվականի պատերազմական գործողությունից հետո մեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձությունների ֆոնին իր հստակ դիրքորոշումը արտահայտեց այս իշխանությունների եւ մասնավորապես նրանց հեռանալու հետ կապված եւ թեև դրանից հետո որոշակի պարբերականությամբ լարվածություն եղավ, բայց այդ ժամանակ գործողությունները դեպի շին Մայրաթորի դեմ, որովհետեւ իրավիճակը մի փոքր դեռևս այլ էր։ Թեև դրանից հետո էլ իշխանության տարբեր գործիչներ, նաև որոշակի վիրավորական արտահայտություններ հնչեցրել են տարբեր հոգեվորականների հասցեին, նաև նսեմացրել եկեղեցու դերը մեր իրականության մեջ, բայց հիմնական գրոհը պահել են այլ իրավիճակի համար եւ դա արտահայտվեց այս վերջին շրջանում։ Եվ նաև չպետք է մոռանալ, որ 2018 թվականին այս իշխանությունը իր հիմնական գործողությունները սկսել է զինված ուժերի դեմ, սկսվել է ներհասարական բախումների միջոցով եւ այդ թվում նաեւ սկսել է Մայրաթորի դեմ իր գործողություններով, ինչպես Վեյարանի շրջապատման համատեքստում, այնպես էլ հայտնի եւ շատ ամոթալի էջը, որ արձանագրվեց Վեապար Հայրապետի նկատմամբ սադրանքը եւ այս առումով որովե նոր բան տեղի չունեցել, բացի նրանից, որ իշխանությունը ինչ-որ պահի պահել էր նաեւ իր այդ վրեժխնդրության դրսեւորումը արտահայտելու համար։ Իհարկե սրա Ինչու հենց այս ժամանակաշրջանում ծագեց այդ խնդիրը։ Հեսա կանդրադառնամ դրան, բայց միակ խնդիրը այդ վրեժխնդրությունը չէ։ Հայաստանի իշխանությունը 2018-ից ի վեր երկրում վերահսկողությունը վերցնելու համար երկու հիմնական ճանապարհով էր գնում։ Առաջինը ներհասարակական լարվածություն ստեղծելու, բևեռացման տանելու եւ դրա միջոցով տարբեր խմբերի կառավարելու համար, եւ երկրորդը պետական եւ առհասարակային ինստիտուտների նկատմամբ, որոնք ունեն պետությունը դիմադրության ապահովելու, պայքարելու բոլոր հնարավորությունները։ Դրանցից մեկը արդեն նշեցի զինված ուժերն էին, որը պետական կառավարման համակարգի առանցքներ եւ օրինակելի մոդելը, որով, այսպես ասեմ, վարակիչ էին մնացած բոլոր համակարգերը։ Եվ երկրորդը դա Մայրաթորն էր, որը իր մեջ ոչ միայն այդ կրոնական հավաքականությունն էր ամփոփում, այլ հայոց ինքնության, մշակույթի, նաեւ կրթության պետական ֆունկցիաների առումով նաև այնպիսի ֆունկցիաներ, որոնք մասշտաբից եկեղեցին կատարել տարբեր փուլերում մեծ ու փոքր պայմաններով ելնելով, թե մենք ունեցել ենք պետականություն, թե չենք ունեցել։ Եվ այս տեսանկյունից Մայրաթորի նկատմամբ իշխանության հարձակումը ցավոք անսպասելի չի եղել։ Եվ այն հարցը, թե ինչու հենց այս պահին իշխանությունը բավական մեծ թափով պատրաստում է 26 թվականի ընտրություններին։ Ես կարծում եմ, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացվել տարբեր խմբերի ներգրավման տեսանկյունից, թե որի վրա ինչպիսի ազդեցություն կարելի է ապահովել եւ այդ ազդեցությունը ինչպիսի հարվածներով եւ ինչպիսի քայլերով է արտահայտվում։ Այս իշխանության համար գլխավոր խնդիրը պետությունը չի կամ պետական անվտանգությունը չի, նրա համար խնդիրը դա իր իշխանության երկարակեցության ապահովումն է եւ այս պայմաններում նա որևէ բանի առաջ կանգ չի առնում։ Հիմա այս հարցակումները պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ այսօր Մայրաթորը նաև ունի հստակ դիրքորոշում այն բոլոր հարցերի շուրջ, որը շատ դեպքերում հենց հակասում է այս իշխանության ներքին կամ արտաքին քաղաքականությանը եւ ընտրական փուլում կամ նախընտրական զարգացումների համատեքստում բնականաբար իշխանությունը որևէ ձևով ձեռնտու չեն բոլոր այն ուժերը, որոնք իրենց իր տեսակետից տարբերվող մոտեցում են ներկայացնում։
երբ որ դա ուղղվում է ընդդիմադիր տարբեր ուժերի, հասարակական կամ քաղաքական ակտիվ դեմքերի դեմ, գիտեք, որոշակիորեն դա օրինաչափ է դիտվում, որովհետև կան քաղաքական ակտորներ, որոնք պայքար են մղում եւ այլն, եւ այս տեսանկյունից թեև իշխանության բառապաշարը, մոտեցումները, պահվածքը, գռեհիկ բառապաշարը որևէ ձևով ընդունելի չէ, բայց քաղաքական դաշտում մի փոքր այլ տրամաբանություն է ստանում։ Բայց երբ որ սկսում է իշխանությունը այդ բառապաշարով, այդ բարոյական բոլոր սահմաններն անցնելու այդ մոտեցմամբ իր մոտեցումը արտահայտել մայրաթորի նկատմամբ, սա բոլոր կարգի, այսպես ասեմ, կարմիր գծերի խախտում է, որը ցավոք առաջին անգամ չէ դրսևորվում, բայց այս անգամ այդ ուժգնությունը շատ ավելի արտահայտիչ է։ Հենց այս ընթացքում էլ պատիվ ունեմ խմբակցությունը հանդես եկավ իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով եւ արդեն կա Հայաստան խմբակցության համաձայնությունը եւ այս ստորագրությունները կա։ Ինչ ավարտ է այն ունենալու եւ ինչ վերջնարդյունք է ապահովելու։ Մի փոքր իրավիճակը այլ է, հաշվառնով որ մենք երեք Հայաստան խմբակցության հետ քննարկում ենք ունեցել եւ դա որոշակի նաև արտացոլումն է ստացել լրատվական միջոցներում, սոցիալական ցանցերում, այս ստորագրությունների հետ կապված որոշակի հակասական իրավիճակը, նաև որոշակի ճշգրտում մտցնեմ այս մասով, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը եւ ինչի մասին է այս քննարկումը, որովհետեւ շատ-շատերը պարզապես չեն հասկանում։ Այդ քննարկումից հետո մեր խմբակցության անդամները նաև հրապարակեցին ստորագրությունները համապատասխան ձևաթղթի հիման վրա։ Շատ ավելի ուշ նաև Հայաստան խմբակցությունը հրապարակեց, բայց դա լրիվ այլ բան էր, որովհետև կա նախագիծ, որտեղ համապատասխան հղումներ են անում եւ կա ցանկը, որի տակ պետք է ստորագրել։ Հայաստան խմբակցության հետ հանդիպման ժամանակ մեր գործընկերները, չասեմ որպես նախապայման, թեև դա կարող է նաև այդպես ընկալվել, ասացին, որ մենք այս պահին ունենք ստորագրությունները, համարեք, որ դա ձեր մոտ է, բայց դա մենք գտնվի մեր կուսակցությունում կամ խմբակցության սեյֆում։ Անկեղծ ասած, մենք ասացինք, որ չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում, որովհետև կա համապատասխան ձևաթուղթը, որը մենք ներկայացրել ենք եւ հանրայնացրել ենք, պատրաստ ենք նաեւ փոխանցել բոլոր այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են ստորագրել, եւ խնդիր կա այդ ձևաթղթի տակ ստորագրությունները շարունակել, որովհետև այնտեղ այս պահին 6 պատգամավորի ստորագրություն է։ Բնականաբար նաեւ փորձեցինք հասկանալ, թե որն է իրենց համար տարբերությունը, որ դրանք պարզապես իրանց մոտ են կամ իրենք ասում են, որ մենք պատրաստ ենք տանք այդ ձայնը, բայց այս պահին ստորագրությունը չեն դնում։ Շատ չեմ ուզում այդպես դետալային կենտրոնանամ իրենց պատճառաբանության վրա, որը իմ համար իհարկե հասկանալի չի եղել, բայց ամեն դեպս այս ստորագրությունները այս պահին այդ պաշտոնական նախագծի վրա չկան։ Իրենք սոցիալական ցանցերում ներկայացրել են այս ստորագրությունները, որ իրենք ասել են պատրաստ ենք տանք այն ժամանակ, երբ որ դուք process-ը սկսեք։ Հիմա երկրորդ խնդիրն է այդտեղ առաջանում։ Մենք ասել ենք ոչ միայն մենք գործընթացի մասին ենք հայտարարել, ոչ միայն մենք ասել ենք, որ այդ նախագիծն ենք պատրաստել, այլ մենք նույնիսկ հանրայնացրել ենք մեր վարչապետի թեկնածուի անունը, այսինքն սրանից այն կողմը ինչ պետք է լինի, որ համարվի, որ գործընթաց կա, որովհետև մեր իրականության մեջ նման բան չի եղել։ Քննարկումներ եղել են տարբեր փուլերում, վերջինը եղել էր 24 թվականի սրբազան շարժման ժամանակ, երբ որ Սրբազանի հետ հանդիպան ժամանակ ասաց, որ մենք գնում ենք կես ճանապարհով, պատրաստ եք դա։ Առաջին հանդիպանը ես եմ ֆրակցիան ներկայացրել եւ միանշանակ ասել ենք պատրաստ ենք, բայց դրան process-ը չի ասել տարբեր պատճառներով, դա այլ քննարկման առարկա է։ Բայց հիմա մենք այս մեր իրականության մեջ առաջին անգամ եկել ենք հասել ենք այն կետի, երբ որ ոչ միայն process-ի մեկնարկ է տվել, այլ նաև թեկնածու է ներկայացվել եւ մեր ակնկալիքը այն էր, որպեսզի Հայաստան խմբակցության կամքը եւ նրանց այսպես ասեմ պատրաստակամությունը ոչ միայն արտահայտվեր բանավոր կերպով կամ իրենց սեյֆում դրված ստորագրությունների միջոցով, այլ դրանք լիներ այն ձևաթղթի վրա, որտեղ նախատեսված է այս ստորագրությունները։ Նաեւ սրանով է պայմանավորված, որ ես նկատեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր սոցիալական ցանցից քննարկում են, որևէ բան չէին հասկանում եւ իհարկե դեռ բավականին խառաշփոթ կա, բայց թեման սա է եւ իրականությունը սրա շուրջ է։
Հանրության մոտ կար այն համոզմունքը, որ պատիվ ունեմ խմբակցությունը այլ մարդու կառաջադրել որպես վարչապետի թեկնածու, շատերը ասում են Արմեն Աշոտյանը կլինի, Էդվարդ Շարմազանը, որ շատերը ձեր անունն էին նշում, բայց այսպես անակնկալ կերպով լսեցինք Դավիթ Համբարձումյանի անունը, ինչպես որոշեցիք, որ նա պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի եւ ինչու հենց նա։ Նախ ես ուզում եմ, որ շատ հստակ մեկ այլ բան մենք արձանագրենք մինչև այս թեմայի կենտրոնանալը, որ երբ որ եղավ նախաձեռնություն, արդյուն ենք նախաձեռնությունը եւ դիմեցին ֆրակցիաներին այդ գործընթացը սկսելու համար, մենք ի սկզբանե մեր համաձայնություն դրան տվեցինք, բայց մեր պաշտոնական հայտարարության մեջ մենք նաեւ արձանագրեցինք, որ այս պահին դեռևս մենք տեխնացու չենք ներկայացնում, ոչ թե նրա համար, որ չունենք, այլ նրա համար, որովհետեւ կարծում ենք, որ խորհրդանամ ամենամեծ ներկայացվածություն ունեցող ընդդիմադիր ուժը պետք է քայլը թողեինք նրանց, ավելին այդ ընթացքում թե որոշակի քաղաքական փոխհրաձգություն կար նաև այդ խմբակցության կամ նրա առանձին դեմքերի հետ, բայց մենք այդ իրավիճակում, երբ որ լրագրողները ուղիղ նաև հարցադրում էին անում, դե դուք պատրաստ եք սատարել օրինակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ ես եւ մեր ֆրակցիայի ղեկավարը այս մասով տվել ենք դրական արձագանք, այսինքն մենք որևէ խնդիր չենք ունեցել ոչ միայն իրենց ներկայացած տեխնացուին առաջնորդելու, այլ որևէ նախապայման ներկայացնելու եւ այս պարագայում մենք միանշանակ իրենց չէինք ասելու, գիտեք, մենք այդ 6 հոգու ստորագրություն ունենք, բայց սեյֆում դրած է, դուք մի հատ էսկետին եկեք հասեք, նոր մենք կան կտրենք, մենք միանշանակ գնալու ենք եւ այս ստորագրությունը դնելու ենք եւ նաեւ ակնկալիք ունենք, որ քաղաքական դաշտում նաեւ խորհրդանից դուրս որոշակի միգուցե կոնսոլիդացիա տեղի ունենալ ինչ-որ այլ տեխնացուի շուրջ եւ մենք ի սկզբանե տեխնացու չենք ներկայացնում, որպեսզի այդ գործընթացը որևէ ձևով չխանգարենք։ Երբ որ մեկ-1.5 ամիս հետո ակնհայտ դարձավ, որ որևէ մեկը չուզում պատասխանատվության տակ մտնել, մենք այդ ժամանակահատվածում կուսակցության գործադիր մարմինը նախահանրապետականի քննարկում արեց, ասեմ մոտավորապես 3-4 ժամանոց քննարկում է եղել, թե ստեղծված իրավիճակում ով է այս պահին նպատակարար եւ ով կարող է այս պահին գտնվել առանցքում եւ այս գործընթացը առաջ մղել եւ մոտեցումը եկավ եւ ընդհանուր, այսպես ասեմ, կոնսենսուսը եղավ Դավիթի շուրջ, ոչ թե խնդիրը այլ գործիչներին ում դուք թվարկեցիք, որտեղ բոլորը մեր ընկերներն են եւ Արմեն Աշոտյանը, Էդվարդ Շարմազանով ավելին ասեմ, մեր կուսակցության նաեւ առաջին դեմքերն են եւ ճիշտ է կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, բայց բոլորն էլ կհամաձայնեն, որ այսօր հանրապետական հիմնական դեմքերը ասոցիացումը բոլոր բարդ ժամանակներում նաև հանրապետականին լավ ու վատ օրերի առաջ մղողները մշտապես եղել են մեր երկու ընկերները, չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, մենք շատ ընկերներ այնտեղ ունենք, ուղղակի դուք քան որ իրենց երկուսի անունը տվեցիք, ես նաև իրենց վրա եմ կառուցում Եվ այս իրավիճակում խնդիրը ոչ թե այստեղ պետք է դիտարկել, որ գիտեք, Արմենը ինչ կարող է արժանի չէր կամ Շարմազանը որ կարող է դրա հարցը չի եղել։ Յուրաքանչյուրը ամեն իրավիճակի համար ունեն իրենց կարևոր դերը եւ առաջիկա զարգացումներին եւ Շարմազանովի եւ Աշոտյանի եւ մեր մյուս արժանի ընկերների տեղը եւ դիրքը քաղաքական տարբեր process-ներում կլինի բոլորի համար տեսանել է։ Դավիթը Համբարձումյան հաղթող տեսակ է, շատ ակտիվ գործիչ է, այն մարդկանց որ քաղաքական հետապնդումները երկար ժամանակ նաև ենթարկվում 2018 թվականից հետո կարելի ասել նա առաջին քաղաքական հետապնդումների ենթարկված անձն է, նաև իր ընտանիքի անդամներով 2018-ին ամեն ինչ արեցին նրան այդ պաշտոնից հեռացնելու համար, բայց չհաջողվեց։ 22 թվականին նա վերընտրվեց այդ պաշտոնում եւ բավականին տպավորիչ ցուցանիշներով, այնպես որ Դավիթ Համբարձումյանը իր տեսակի մեջ կայացած գործիչ է, պայքարող տեսակ է եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ այս պահին ունենք իրավիճակին համահունչ ամենահարմար տեխնացուն։ Կրկնում եմ, մեր բոլոր կուսակցական ընկերները տարբեր փուլերում արտահայտված լինելու են գործընթացում եւ մի մոռացեք, որ սրա պատասխանատուն ոչ թե Դավիթ Համբարձումյանն է, այլ հանրապետական կուսակցությունը,
որի նաև կոչը, հորդորները նաև նկատի ունելով մեր խմբակցություն ներկայացրել է Դավիթի թեկնածությունը այս process-ում։ Պարոն Աբրահամյան, քանի որ շատերի հետ հասցրել եք աշխատել, գուցե բոլորի հետ հասցրել եք աշխատել եւ շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել Բաքվում պահվող Արցախի ռազմական ղեկավարությանը նկատի ունեմ, կխնդրեմ նաեւ այս օրերին Բաքվում տեղի ունեցող դատավարությանը անդրադառնալ, որովհետեւ ձեր Facebook-յան էջում անդրադարձել եք մասնավորապես Դավիթ Իշխանյանի դատավարությանը, նշելով, որ կեղծվել է ամեն ինչ, ինչ տեղեկություն ունեք եւ ընդհանրապես այս դատավարության վերաբերյալ դուք ինչ կանխատեսումներ ունեք, ինչպես է ավարտվելու այն։ Պետք է նախ արձանագրել, որ process-ը նրանց ձերբակալելու եւ հետագայում անազատության մեջ պահելուց մինչեւ այսօրվա կեղծ դատավարություն ամբողջությամբ ապօրինի է։ Երկրորդը մեր հայրենակիցները որքան էլ որ սահմանափակ են իրենց խոսքը արտահայտելու եւ ունեն շատ նվազագույն հնարավորություններ, այս ընթացքում տարբեր գործիչներ իրենց ընտանիքների հետ նաև զրույցներում, որոնց միջոցով նաև ուղերձներ են փոխանցում նաև հանրությանը եւ նաև միջազգային լսարանին, մի քանի առիթներով արդեն ասել են, որ եղել են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես Ռուբեն Վարդանյանը խոսում էր այն մասին, որ ինքը առասարակ ցուցմունք չի տվել, բայց դատարանում իմացել է, որ իր անվան տակ ինչ-որ ցուցմունքներ են տարբեր թեմաներով գրված։ Դավիթ Բաբայանը ընտանիքի հետ զրույցում, որը նաև հետագայում հնչեցվեց եւ հանրայնացվեց, խոսում էր այն մասին, որ այսպես կոչված այդ Խոջալուի դեպքերի հետ կապված ինքը լրիվ հակառակ բան է ասել, բայց հետագայում ադրբեջանական լրատվամիջոցներում տեսել է, որ իր խոսքերը լրիվ հակառակ են ներկայացված եղել։ Այս վերջին օրերին Դավիթ Իշխանյանի հետ կապված որոշակի կսկտուր տեղեկություններ կային, որտեղ նշում էր, որ Դավիթ Իշխանյանը դատարանից խնդրել է, որպեսզի նախորդ երկու նիստերի արձանագրությունները ներկայացնեն, ինչը պայմանավորված է նրանով, որ սա նաև արտահայտվել է նաև ներքին զրույցներում ընտանիքների հետ, որ այդ մարդիկ շատ հաճախ ասում են, որ լրիվ այլ բան է տեղի ունենում, լրիվ այլ հայտարարություն են հնչում, բայց մամուլ ադրբեջանական պետական ապարատը տալիս է լրիվ այլ բնույթի տեղեկություններ, ցուցմունքներից ու ընդհանուր բնույթից։ Եվ բնականաբար դատարանը արձանագրություններ չի տրամադրել Դավիթ Իշխանյանին, որտեղ բնականաբար կերևար տարբերությունները կամ այն փոփոխությունները, որոնք այդ կեղծ դատավարության ժամանակ չէին հնչել, բայց քանի որ ինֆորմացիան այնտեղ լրագրողներով չի հասնում հասարակություն, այլ կա կոնկրետ մարմին եւ անվտանգության մարմինների ֆիլտրելու միջոցով է։ Միանգամից թարգմանությամբ է ներկայացնում եւ ոչ։ Եվ անվտանգության մարմինների միջոցով է դրանք ֆիլտրում ներկայացնում, բնականաբար լրիվ այլ process է գնում։ Բայց եթե նույնիսկ դուրս գանք անհատականացման այս process-ից, տեսեք ողջ այս կեղծ դատավարության ընթացքը եւ այնտեղ արտահայտված ադրբեջանական մեղադրանքները ցույց են տվել, որ այստեղ խնդիրը նույնիսկ այն մարդիկ չեն, որ այս պահին գտնվում են Ադրբեջանում։ Վերաբերում է եւ մեր ութայերի առասարակ Ադրբեջանը արձանագրում է, որ կա 23 հայ, բայց իրականում շատ ավելին են, քան Ադրբեջանը խոստովանում է, որովհետեւ կան մեծ թվով տեսանյութեր, որոնք արտահայտված են եղել այս կամ այն մեր հայրենակցի ներկայությունը ադրբեջանական Telegram կանալներում, տարբեր տեսանյութերում եւ այլն, բայց Ադրբեջանը նրանց ներկայությունը մինչեւ այս պահը չի հաստատում։ Եվ այստեղ վտանգավորություն նաև այլ մասշտաբ ունի, երբ որ տեսնել է, որ ադրբեջանական մեղադրանքը եւ այն ուղղությունը, որը տարվում է այս կեղծ դատավարությունների միջոցով, Հայաստանի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու որոշակի լեգիտիմ հիմքեր է ձևավորում։ Այս մասին նաև իրենք էին սկզբնական շրջանում խոսում, թեև հետո որոշակի փոփոխության ենթարկեցին իրենց խոսույթը, բայց իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունն են փորձում ներկայացնել որպես ռազմական հանցագործություններ, ցեղասպանություն իրականացած պետություն, եւ Ադրբեջանը սա մեր նկատմամբ տարբեր փուլերում անկախ կառավարություններից փորձել է օգտագործել մի կողմից բանակցային գործընթացում մեզ վատ վիճակի մեջ մտցնելու եւ ավելի մեծ ճնշումներ ստանալու, ավելի մեծ զիջումներ ստանալու համար եւ դեռ չեմ ասում, որ ինչ որ իրավիճակում կարող է սա օգտագործել նաեւ Հայաստանի դեմ ագրեսիա գնալու համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր։